հիշում եմ այդ ամեն ինչին հանդիպելիս։ Տղամարդը սիրում է իր ընտանիքը։ Տղամարդը ավելի շատ սիրում է ժամանակ անցկացնել իր կնոջ հետ, իր երեխաների հետ։ Ու ինչ է դուրս գալիս, սկսած նրա ծնողներից, վերջացած հարունակից հարազատներով եւ ընկերներով։ Շատ հանգիստ վերցնում են ու այդ տղամարդուն տեղավորում են կնոջ ներբանի, կոշիկի ներբանի տակ։ Առանց հասկանալը, որ այդ մարդը ուղակի սիրում է իր ընտանիքը։ Եվ օրինակ է ձեզ, որ դուք էլ նույն ձևով վերաբերվեք։ Ինչքան են, չէ, ընկերները, մենք մեր ընկերոջը կորցրեցինք։ Այո, մի խմող պակասել է։ Այո, այդ ինչ դարավ։ Ինչ դարավ։ Ընդամենը սիրում է իր ընտանիքը։ Համաձայն եմ ձեզ հետ, Մհեր ջան, եւ մի բան պետք է հաշվի առնել։ Բոլոր ընկերները պիտի հաշվի առնեն, որ իրենց ընկերներից մեկը արդեն ընտանիք է կազմել եւ ընկերներին հատկացված ժամանակից զգալիորեն պակասել է ժամանակը եւ դա շատ լավ է, որովհետեւ եթե ձեր ընկերը ձեզ հետ չէ եւ ինչ որ սխալ ուղղության վրա չէ, բայց իր ընտանիքի հետ է, դուք միայն պիտի Աստծուն փառաբանեք ու շնորհակալ լինեք, որ ձեր ընկերոջ կյանքը այնպես է փոխել, որ ինքը գտել է իրական կյանքի համը եւ հենց իր ընտանիքի մեջ է գտել դա եւ դա օրհնված է։ Գոնե ոգևորվեք եւ ուրախանաք, ընկնում եք, սկսում եք դատել ու դատապարտել։ Վաղը դուք ընտանիքը կազմեք, թող ձեզ համար լավ լինի, գուցե ձեր ընկերոջ ընտանիքի մոդելը ձեզ համար է լավ օրինակ լինի ձեր եզակին ունենալու։ Բայց մի բան հստակ է, եթե մարդը ընտանիք ունի, մենք պիտի արդեն այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք, որ ինքը մեզ տրամադրող ժամանակի արդեն ճնշող մեծամասնությունը մեզ չի տրամադրելու, որովհետև ունի ընտանիք, որի անդամների առջև ինքը ունի հաճելի քաղցր պարտականություն եւ առաքելություն, դա կլինի իր կինը, երեխաները կամ ընդհանուր իրենց ընտանեկան անելիքները, որոնցով որ պիտի ընտանիքը առաջընթաց ունենա ու զարգանա։ Ի վերջո ընտանիքն էլ պիտի զարգանա, հո տեղում կանգնած չի մնալու։ Եթե ընտանիքը չզարգանա, ապա չի զարգանա տվյալ համայնքը, պետությունը, երկիրը։ Եվ այդ զարգացած ընտանիքի մեջ ծնված երեխաներն են, որ կարող են հետո լոկոմոտիվ դառնալ նույնիսկ որևէ ոլորտների եւ ոչ ոք չգիտի օրինակ տվյալ երեխան որ ծնվել է քո ընկերոջ ընտանիքում ինքը հետո ինչքան մեծ առաքելություն կարող է ունենալ քո ազգի կյանքում։ Դա որ մենք պիտի թողնենք որ Աստված աշխատի, ոչ թե մենք մեր էգոիզմով մտնենք ընտանիք ու սկսենք այնտեղ ասել ճիշտ կլինի որ սենց անեն, ճիշտ կլինի որ այնպես անեն։ Իսկ ինչի՞ չես հարցնում, բա Տեր Աստված դու ինչ ես մտածում, ճիշտ ոնց պիտի լինի։ Մենք սորություն ենք, չէ, հեղինակավոր կարծիքներ ենք արտահայտում մեր ընկերների կյանքի ճանապարհի, անելու, չանելուների հետ կապված, բայց երբեք չենք ասում Տեր Աստված, բա դու ինչ ես մտածում այդ հարցում։ Մենք մեր հեղինակավոր էգոյի կարծիք անմիջապես շպրտում ենք դուրս, հաճախ համացանցում այսպես ստատուսի տեսքով նվիրում ենք մեր ընկերներին, որ հետ այսու թող արևը ծագի արևելքից, իբրև թե ես ինչ արեցինք։ Հետո որ մի քիչ հետո վերլուծում ես, հավաքում իրագլխի տեսնում դատարկություններ, իսկ մենք այդ դատարկություններով ապրել ենք։ Այդ դատարկություններով սնուցվել ենք իբրև թե դրա համար էլ հասել ենք մի կետի, որը ավելի շատ սովածություն է նշանակում, քան հագեցվածություն։ Եվ եթե սովածություն է նշանակում, ուրեմն դու չես սնուցվել, այդպես մնացել է։ Իսկ դու հագեցած ես, խաղաղ ես, կուշտ ես, հանգիստ ես, ներդաշնակ ես, երբ որ Աստծուց ես սնուցվել։ Այ Աստծո սնուցումն ու այս աշխարհի սնուցումը իրարից այդքան ծայրահեղորեն տարբեր են։ Այո, հետաքրքիր Տերեն ջան, այստեղ առաքյալը, ինչպես դուք նշեցիք, հայրերին եւ որդիներին է դիմում, բայց ընտանիքի լիարժեք կազմավորման եւ ընթացքի գործում շատ կարեւոր դեր ունեն մայրերը։
Միանշան։ Առավել ևս այն մայրերը, ում զավակները արդեն ընտանիք ունեն։ Ուղղակի սիրելի մայրեր, հիացեք ձեր որդիներով, ովքեր սիրում են իրենց կանանց, եւ դուրս եկեք մրցապայքարից։ Միևնույն է, դուք այնտեղ տանուլ եք տալու։ Միանշանակ։ Իսկ եթե հաղթեցիք էլ, դա կլինի ողբերգություն։ Այո, շատ յուրահատուկ երկու կարևոր միտք, մեր ջան։ Բոլոր դեպքերում դուրս եկեք այդտեղից, որտեվ ավետարանի մեջ ինչ է ասում։ Մարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ իր կնոջը միանա։ Հորն ու մորը թողել չի նշանակում լքել, անտերության մատնել, չհետաքրքրվել, չխնամել, այլ հետեւյալը, թողնում է իր հորն ու մորը եւ իր կնոջն է միանում եւ երկուսը դառնում են մեկ մարմին։ Այս մեկ մարմինի երկու անդամներից երկուսի պորտալարն էլ կտրված է համ նրա հորից մորից, համ նրա հորից մորից, եւ այս մեկ մարմինն արդեն առանձին օրգանիզմ է, որի մեջտեղում պետք չէ խցկվել, ճիշտ ու սխալ անել, սա անել, նա անել, որպեսզի այդ մեկ մարմինը ամբողջական լինի եւ առողջ լինի, ինքը պիտի լինի մեկ մարմին, հա, մեկ մարմին։ Դրա համար նաեւ շարունակության մեջ ասում է, այն ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Պետք չի, որ մենք մեզ դնենք պրոֆեսորի տեղ եւ ասենք ես կարծում եմ այսպես, ես կարծում եմ այնպես։ Այո,